ճանապարհ դեպի արթնություն խորագրի ներքո մենք ուսումնասիրում ենք Տեր Հիսուսի գործած հրաշքները եւ իմաստը այս ուսումնասիրության նա է, որ մենք ճանաչենք Տիրոջը։ Ես կարծում եմ, երբ որ մենք ճանաչենք նրան այնպիսին, ինչպիսին Աստվածաշունչն է մեզ ներկայացնում, մեր հավատքի կյանքը կփոխվի, մեր կյանքը ընդհանրապես կփոխվի, մեր մոտեցումները, մեր արժեհամակարգը, մեր հավատքը կփոխվի ու կզորանա, կդառնա այնպիսին, ինչպիսին Տերն է ուզում, որ լինի։ Եվ ովքեր որ կուզեն, ովքեր որ դեռ մեր այս ուսումնասիրություններին ծանոթ չեն, մեր սոցիալական ցանցերում, YouTube-ում, Վկոնտակտե, ռուսական այդ հարթակում կան բոլոր ուսուցումները, այնպես որ կարող եք լսել, ուսումնասիրել, զորանալ, եւ այսօր հերթական ուսուցումը շատ քաջալերող, շատ զորացնող ուսուցում է։ Վերնագիրը կարդամ, պարզ կլինի ինչի մասին է խոսքը, ձկան բերանից դուրս բերված դրամի հրաշքը։ Գիտեք, պատմությունը գրված է Մատթեոս ավետարան 17-րդ գլխում։ Եկեք միասին բացենք Մատթեոս ավետարան 17-րդ գլուխ, 24-ից 27 հատվածն է այս մի քանի խոսքերի մեջ մի ամբողջ գեղեցիկ, զորավոր, բազմաթիվ սկզբունքներ, բազմաթիվ այսպես աստվածաշնչյան քաջալերող գիտելիք մեզ փոխանցող հատված է սա եւ այս պատմությունը Տեր Հիսուսի մասին մեզ սովորեցնում է նա, որ իրապես ամենակարող Աստված մարմին էր հագել եւ եկել ու բնակվել էր մարդկանց մեջ, որովհետեւ միայն ամենակարող Տերը կարող էր այսպիսի հրաշք գործել։ Պատմությունը սկսվում է հետեւյալ խոսքերով, իմիջիայլոց, եթե այս հրաշքների մեր բոլոր դասերը ուսումնասիրեք, կտեսնեք Կափառնայում քաղաքը շատ է հանդիպում։ Ինքան կուզեի Կափառնայում լինեի այդ ժամանակներում, ահագին բան կտեսնեի Տեր Հիսուսի ծառայությունից։ Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամյան տուրքը հավաքողները մոտեցան Պետրոսին եւ ասեցին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի վճարում»։ Երկդրամյա տուրքը հավաքվում էր, սա կամավոր հարկ էր, որը տալիս էին տաճարի խնամքի համար։ Հավաքում էին եւ գումար ուղարկում էին տաճարի խնամքի համար։ Եվ եկան ու հարցրեցին, ես կարծում եմ հերթական ծուղակն էր սա, ուզում էին տեսնեին Տեր Հիսուսի վերաբերմունքը տաճարին, եւ քանի որ կամավոր հարկ էր, եկան ու հարցրեցին հավաքողները, Պետրոսին եկան հարցրեցին, Տեր Հիսուսը մտավ, անցավ, իրան ոչ մի բան չհարցրեցին, Պետրոսին հարցրեցին եւ երևի ակնկալում էին, որ չի վճարում ու հերթական բամբասանքի առիթն էր լինելու սա, վատաբանության, չարախոսության, գիտեք, որ չարը օգտագործում էր մարդկանց, որպեսզի խանգարի Տեր Հիսուսի ծառայությանը եւ նմանատիպ մի իրավիճակ կարող էր ստեղծվել, բայց շատ անգամ հիշում եք նաեւ դրամի հետ կապված, երբ որ ցույց տվեցին կայսրի դեմքով այդ դրամը, մետաղադրամը եւ ասեցին. «Հիմա ում տանք մեր հարկերը, Աստծուն թե կայսրին»։ Կարծես թե ոնց որ այսօր մեկը կանգնի ասի. «Հիմա ում տամ իմ հարկը, պիտի պետությանը հարկ տամ, կլինի պետությանը հարկ չտամ, այդ փողը 10-րդ տամ»։ Այսպիսի մի հարց էին տալիս, կամ եկեղեցուն զոհաբերություն, նվիրատվություն անեմ, հարկերս թաքցնեմ, ավելի շատ նվիրաբերություն կանեմ եկեղեցուն։ Տեր Հիսուսը իմաստուն պատասխան տվեց, եւ սա որոգայթ էր, սա ծուղակ էր, ինչպես էլ պատասխաներ, ասեր. «Այո, մի տվեք կայսրին, թաքցրեք ձեր հարկերը, տվեք Աստծու գործի համար», իրան մեղադրելու էին, ասել են. «Բա դու սովորեցնում ես արդարություն, ինչպես ես այսպես սխալ խորհուրդ տալիս», որ ասեր. «Տվեք Աստծուն, մի տվեք, հարկերը տվեք, դե ինչ անենք, հռոմեական լծի տակ ենք, պիտի կայսրին հարկ տանք», կասեին, «Բա դու Աստծու տան մասին չես մտածում»։ Ծուղակ էր սա, եւ Տեր Հիսուսը իմաստություն
իմաստության աղբյուրը ինչպես կարող էր ելք չգտնել այս իրավիճակից եւ ասեց ում պատկերն է, ասեցին կայսրի, կայսրինը տվեք կայսրին, Աստծունը տվեք Աստծուն։ Եվ նմանատիպ մի ծուղակ էր նաև այս երկդրամյա հարկի պատմությունը, եւ Պետրոսը ասեց 25-րդ խոսքում Տեր Հիսուսը ներողություն Պետրոսը ասում է այո վճարում է։ Երբ նա տուն մտավ, Հիսուսը նրան կանխեց եւ ասաց. «Քեզ ինչ է թվում, Սիմոն»։ Սիմոնը նույն Պետրոսն է, քանի որ հռոմեական կայսրության մաս էին կազմում, այն ժամանակ Հրեաստանը հռոմեական լծի տակ էր, իշխանության ներքո էր, եւ հունարենը միջազգային լեզուն էր, այդպես լինում է, չէ՞, որ հայերը գնում են Ռուսաստան, անունները հարմարեցնում են ռուսականին, գիտեք, շատ ընդունված է, եւ հատկապես եթե հայկական անուններ են, այնտեղ դժվար է հայկական անունները ասելը, նույնը արտասահմանում, հայկական անունները իրանց լեզվի համար դժվար է եւ կամ հարմարացնում են նմանատիպ հնչողությամբ անուն կամ նոր անուն են տալիս։ Ես շատ մարդիկ գիտեմ, որ գնացել են այլ երկիր եւ իրանց դժվար է աշխատավայրում այդ անունը տալը, իրան նոր անուն են տալիս եւ այդ նոր անունով են կոչում։ Այս հռոմեական կայսրության տիրապետության ներքո, քանի որ լեզուն հունարենն էր, երկու անուն ունեին շատ մարդիկ եւ Պետրոս, արդեն հասկանում ենք, որ հունարեն է եւ արմատն էլ վեմ, ժայռ, քար, արմատն է եւ օս վերջավորությունը մեզ հուշում է դրա մասին, որ հունարեն հունական անունն է եւ շատ աշակերտներ երկու անուն ունեին, իր հրեական անունը Սիմոն էր։ Եվ Տերը ասում է, քեզ ինչ է թվում Սիմոն, երկրի թագավորներն ումից են հարկը կամ տուրքը վերցնում, իրենց զավակներից թե օտարներից, այստեղ հասկանում ենք, որ Տերը ասում է, ես եմ տաճարի Տերը, ես եմ տաճարի Տերը։ Հիմա երկրի թագավորները, որ հարկ են հավաքում, պատկերացրեք, մեր ժամանակները մի պատկերացրեք, պատկերացրեք թագավորական ժամանակները, հարկ է հավաքում թագավորը, թագավորի տղան հարկ է տալիս, իհարկե ոչ, եւ Տեր Հիսուս խոսում էր իր մասին եւ արքայության որդիների մասին եւ իր աշակերտների մասին, մենք նրա զավակներն ենք, տաճարի Տերը ես եմ ասում էր, իմ հոր տունն է, հիշում եք, որ մտավ տաճար առևտուր անողներին վտարեց այնտեղից, ասեց իմ հոր տունը ավազակների ворջ եք դարձրել, այնինչ պիտի աղոթքի տուն լինի։ Եվ դա իր հոր տունն էր, ինքը որդին էր, եւ հարկ վերցնել որդուց, իհարկե ոչ։ Ճիշտ է արդյոք, որ ես վճարեմ, այլ կերպ ասած, ավելի պարզ մարդկային լեզվով, Տեր Հիսուսը հարց տվեց, ճիշտ է, որ մենք այդ հարկը վճարենք։ Եվ 26-րդ խոսքում Պետրոսը նրան պատասխանեց օտարներից, այսինքն ճիշտը չվճարելն է։ Այստեղ սովորում ենք սկզբունքները։ Մեր կյանքում կան բաներ, որ եթե մենք նայենք ճիշտ ու սխալին, ճիշտը չանելն է, ճիշտը չվճարելն է, ճիշտը մնում է ճիշտ, չէ՞, բոլորը ասում են, աշխարհի մարդիկ ասում են, մեռնեմ ճշտին, մենք ճշտի մարդիկ ենք, ճիշտը սա է։ Ես ուզում եմ այս թեմային անդրադառնանք, որովհետև քրիստոնեության մեջ ճշմարտությունը շատ կարևոր է։ Տեր Հիսուս ասեց, ես եմ ճշմարտությունը, արդարությունը շատ կարևոր է։ Բայց կա մի բան, հիշում եք այդ դրամի պատմությունը կայսրի պատկերով, հիմա իրան թվում է թե ծուղակն են գցել, սա թե սա, ում տանք, Աստծուն, թե կայսրին, բայց ով ասում, որ երկու տարբերակ կա։
Ով ասում, որ կա միայն ճիշտ եւ սխալ։ Աստված ասում է կա երրորդ տարբերակը, որը կոչվում է շնորհ։ Օրինակ, եթե մեկը քեզ պարտք է, խոստացել է, որ կվերադարձնի ու չի վերադարձնում, ճիշտը իրանից վերցնելն է։ Սխալը նա է, որ ինքը խոստացել է, որ վերադարձնի ու չի վերադարձնում։ Իսկ շնորհը իրան ներելն է։ Հասկանում եք, երրորդ տարբերակը կա։ Շնորհը եւ երանի ողորմածներին, նրանք ողորմություն կգտնեն։ Եթե դու ճիշտ ու սխալից, որքան մենք կոնֆլիկտներ ենք ունենում իրար մեջ ու նստում ենք, հա, հատկապես ամուսինները իրար մեջ նստում են կամ ընկերները գործնական հարաբերությունների ժամանակ, չգիտեմ, տարբեր վեճեր ա լինում, կոնֆլիկտներ ա լինում, նստում են ու ասում են, ասենք աշխատատեղում կամ չգիտեմ, եկեղեցում, մենք կտեսնենք, ես համարը գրել եմ Առաջին Կորինթացիս 6-րդ գլուխ 6-7 խոսքերը։ Եկեղեցում հավատացյալների մեջ կոնֆլիկտներ էին լինում։ Եվ մենք նստում ենք ճիշտ ու սխալ անելու, մոռանում ենք շնորհի մասին։ Կհասնենք այդ շնորհին։ Հարցրեց, ճիշտ է, որ վճարենք։ Պետրոսը ասաց, ոչ, ճիշտ չի։ Հիսուսը նրան հաստատեց, ասաց, այո, ճիշտ ես ասում, ասաց, ուրեմն որդիները ազատ են։ Հասկանում եք։ Ճիշտը չվճարելն է։ Մենք որդիներ ենք, որդիները այդ հարկից ազատ են։ Այստեղ հիշենք այս խոսակցությունը եւ գանք ու հասկանանք որդիների պարտականությունը։ Օրինակ, որդիները հարկ տալուց ազատ են, բայց որդիները հոգ տանելուց ազատ չեն։ Եթե դու քո տան անդամն ես, դու պիտի հոգ տանես այդ տան համար։ Տասանորդի մասին խոսեցինք, Մաղաքիայի մարգարեությունը 3-րդ գլուխ 10-րդ խոսքում ասում է ամբողջ տասանորդը գանձատուն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի։ Այսինքն, ում էր ասում սա։ Սա Աստված իր ժողովրդին էր ասում էր ամբողջ տասանորդը տարեք իմ տուն, որ իմ տան տարեք գանձանակը, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի։ Իմ տունը պաշարի կարիք ունի։ Կարիք կա, որ դու ֆինանսապես աջակցես, բայց դու հարկի տակ չես։ Սա օտարից վերցվող հարկը չի։ Նոր կտակարանում Տեր Հիսուսը խոսում է սրա մասին։ Մատթեոս ավետարան 23:23-ն է։ Տերը ասում է, որ վայ ձեզ կեղծավորներ, դպիրներ եւ փարիսեցիներ, որ անանուխի, սամիթի, չամանի տասանորդը տալիս եք, այսինքն ամենափոքր բաների, որ ձեր արտում անանուխը կամ սամիթը ծլել է, հավաքում եք, 10-րդ մասը առանձնացնում եք, որ հանկարծ տասանորդի օրենքը չխախտեք։ Տալիս եք այդ տասանորդը ամենաչնչին բաների, բայց չեք պահում օրենքի ամենածանրակշիռ կետերը, արդարությունը, ողորմությունն ու հավատքը։ Իսկ Տերը ասում էր, քո տասանորդից ավելի քո սիրտն եմ ես ուզում։ Բայց դա չի նշանակում տասանորդը մի տվեք։ Հասկանում եք։ Իսկ Աստված ֆինանսական զոհաբերությունների մասին իր խոսքի մեջ երբ որ տալիս է ուսուցումը հետեւյալն է վերցրեք հոժար սրտով տվողից Տերը սիրում է հոժարակամ տվողին ով իր ձեռը դողալով ասում բայց ես ուզում եմ եկեղեցու անդամ լինեմ բայց ես տասանորդը հեշտ չեմ սիրում վայ տենաս ինչ են անում այս գումարները կամ ինչի եմ տալիս հնար չկա չտամ կա մի տուր Աստված ասում է Չել ընդունվում քո այդպիսի տալը, մի տուր, արի, նստի, աճի, ֆինանսներդ պահի քեզ, ոչ մեկ քո ֆինանսներին չի նայում, հոգևորապես ամրացի, երբ որ կհասկանաս, որ սա որդիական պարտականություն է, քո սերն է այս տան հանդեպ, իր գործի հանդեպ, որ դու դրանով իր գործին ես նպաստում, այն ժամանակ ընդունելի կլինի քո զոհաբերությունն ու տասանորդը։ Տեր Հիսուսը ինչ ասեց։ Ասես դրանք պետք է կատարել եւ մյուսներն էլ պահել։ Խոսեց տասանորդի մասին, խոսեց ֆինանսական զոհաբերության մասին, ասես դուք որ ֆինանսներ եք տալիս, ձեր սիրտը հեռու է Աստծուց, գիտեք դուք Աստծուն ընդունելի եք։ Ոչ։
Դուք պետք է նա անեք, արդարությունը, ողորմությունն ու հավատքը պահեք։ Եվ նա էլ շարունակեք անել։ Այո, Տերը սովորեցնում էր, որ քչի մեջ հավատարիմ լինելը քեզ վստահելի է դարձնում Աստծուն, օտար բանի մեջ հավատարիմ լինելը, եւ դա խոսում էր փողի մասին։ Հիշեցինք այսքանը։ Այսինքն, երբ որ ասում էր մենք ազատված ենք այս турքից, ինքը ասում էր մենք օտարների պես հարկ չպիտի տանք։ Որդիները ազատված չեն տան համար հոգ տանելուց։ Բայց այստեղ ուրիշ պատմություն է, այստեղ իրանց ստիպում էին, որ турք տային։ Տաճարի տիրոջը ստիպում էին, որ տաճարի турքը վճարի։ Եվ հարցրեց, ճիշտ է արդյոք վճարելը, եւ Պետրոսը ասեց ոչ։ Հիմա հասկացաք, որ նա ճիշտ է։ Ճիշտը չվճարելն է։ Հիմա գալիս ենք, որ ծանոթանանք ինչա շնորհքը։ Ինչա ասում Տերը հաջորդ համարի մեջ։ Հաջորդ համարը Մինչև հաջորդ համարին անցնելը մի հատված եմ գրել իմ մոտ, որպեսզի հասկանանք, որ Տեր Հիսուսը կարևորում է տան մասին հոգ տանելը։ Գիտեք, որ գանձանակ էին դնում եւ զոհաբերություն էին հավաքում։ Մարկոսի ավետարան 12-րդ գլուխ 41-ից 44 հատվածը։ Հիսուսը գանձանակի դիմաց նստած նայում էր, թե ժողովուրդն ինչպես էր գանձանակի մեջ փող գցում։ Պատկերացնում եք Հիսուսը գալիս է եկեղեցի։ Մենք աշխատում ենք չնայենք, չէ՞, մեր կողքին ինչքան է գցում։ Դե ճիշտ չի, որ նայես ինչի տա, պետք մեկ հետաքրքրասիրությունից մարդիկ նայում են, տենում են ինչքան գցեց, որ իմանան այդ մարդը շատ գցեց, թե քիչ գցեց։ Մենք աշխատում ենք չնայենք, դա մարդու անձնական գործն է, բայց Տերը նստել էր գանձանակի մոտ, այդպես գալիս էին հերթով գանձանակի մոտ գումարը գցում էին։ Նստել էր այդտեղ ու նայում էր, ով ինչքան է գցում։ Հատուկ նայում էր, որ տեսնի։ Այնտեղ գրած չի ով ինչքան էր գցում, բայց մարդիկ սովորաբար, այդպես եթե լավ սիրտ ունեին, մեծ զոհաբերություններ էին անում տաճարի համար, բայց մի աղքատ կին, հեսա գրած է, շատ հարուստներ մեծ գումար էին գցում։ Ինքը նստած նայում էր եւ շատ հարուստներ մեծ գումար էին գցում։ 42-րդ խոսքը մի աղքատ կին եկավ, 2 լումա գցեց, այսինքն մի նաքարակիտ։ Այդ ժամանակ Հիսուսն աշակերտներին իր մոտ կանչեց եւ նրանց ասաց. ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այս աղքատ այրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուսները։ Որովհետեւ բոլորն իրենց ավելացածից գցեցին, մինչդեռ նա չքավոր լինելով գցեց այն, ինչ ուներ, իր ամբողջ ապրուստը, այդ օրվա ամբողջ ապրուստը ինքը գցեց այդտեղ։ Այս պատմության մասին կարելի է երկար խոսալ, սա ուղղակի մի բանի համար ես կարդացի։ Տեր Հիսուսը կարևորում էր Աստծու գործին կատարված զոհաբերությունը, տաճարին կատարված զոհաբերությունը կարևորում էր, թե չէր կարևորում։ Այո, իր չափը մարդու չափը չի, եւ իր չափը մարդու ունեցածի տոկոսն է, այսինքն դու քո հնարավորության որ տոկոսը զոհաբերեցիր, դա է շատ ու քիչ անում, ոչ թե զրոների թիվը, այլ քո հնարավորության չափի տոկոսը։ Եթե դու ուներ այսքան ու արեցիր այսքան եւ սա, չգիտեմ, $1000-ն է, դա շատ ավելի քիչ է, քան այսքան ունեցած այդ կնոջ կամ այստեղ ներկա մեկը, ասենք 1000 դրամ ուներ, այդ օրը իր հացի փողն էր, դա զոհաբերություն։ Այս 1000 դրամը քո $1000-ից շատ է։ Բայց սրա մասին չեմ ուզում խոսեմ։ Բոլորս կարող ենք համաձայնվել, որ այս օրինակը խոսում է նրա մասին, որ Տերը կարևորում էր, երբ որ գոված այս կնոջը, սա նշանակում է կարևորում էր, որ մարդը Աստծու գործին ֆինանսապես ներդրում ունենա Աստծու գործի մեջ, նպաստի արքայության գործին իր ֆինանսներով։ Համաձայն ենք, որ Աստծու խոսքը սա է սովորեցնում։ Գնանք առաջ։ Հիմա ճիշտը այդ турքը չտալն էր։ Ընթերցենք Մատթեոս ավետարան 17:27 Ներողություն, այո, 26-ը ասեց, ուրեմն որդիներն ազատ են։ Հիմա 27-ը լսեք։ Ասեց ճիշտը այս турքը չտալն է, բայց որպիսի նրանց չգայթակղեցնենք, գնա լիճ, կարթ գցիր,
Դուրս եկած առաջին ձուկը վերցրու, բերանը բաց արա եւ մի սատեր կգտնես, վերցրու այն եւ նրանց տուր իմ եւ քո տեղը։ Տեսնում եք շնորհքը, որպիսի չգայթակղեցնենք, այսինքն կարևորը ոչ թե նա, որ ոչ միայն նա, որ դու ճիշտ լինես, իհարկե սխալ չպիտի լինես։ Ոչ միայն դու պիտի ճիշտ լինես, այլ ճիշտ լինելուց ավելի կարևոր բան կա։ Հաճախ եկեղեցու ներսի կոնֆլիկտները գալիս են ասում, բայց սխալ եմ արել, սխալ չես արել։ Ինչ արել ես տրամաբանորեն ճիշտ է, բայց արդյունքը կոտրված հարաբերությունն է։ Դու երբ որ նստենք, քննարկենք, ով է ճիշտ, ով է սխալ, այս մարդը սխալ է, դու ճիշտ ես։ Բայց կարա՞ր նենց անել, որ այս հարաբերությունը չխաթարվեր։ Այո, բայց ես պիտի չպահանջեի այն, ինչ որ ինքը խոստացել էր, չպահանջեիր։ Շնորհքը սա է։ Բայց ես պիտի անեի ինչ որ պարտավոր չէի, եւ այդպես չէր լինի։ Անեիր։ Շնորհքը սա է։ Եվ սա է Տեր Հիսուսը սովորեցնում։ Այս հրաշքը մեզ շատ գանձեր է փոխանցում, մեզ Տեր Հիսուսի մոտեցումն է ցույց տալիս։ Այսպիսին պիտի լինի քրիստոնեական կյանքը։ Եթե մենք մենակ ասենք ճիշտը սա է, ես ճիշտն եմ անում, մարդիկ կան որ գալիս են, այսպես ես ուղիղ խոսացող եմ։ Ու այնց ուղիղ բաներ են ասում, որ դիմացինը, հա ուղիղ է։ Բայց դիմացինը կոտրվում է քո ուղիղ խոսալուց, որովհետև քո խոսացածի մեջ սեր չկա։ Դու չես մտածում ինչ կլինի այդ մարդու հետ, այդ ուղիղ խոսալուցդ հետո։ Ես ուղիղ խոսացող, իրանք բան են հակել, այսպես ուղիղ խոսացող եմ։ Աչ ու ձախ այն ասֆալտը փռող այդ ռուսերեն կատոկ են ասում, հայերեն չգիտեմ ինչա։ Այդ որ հարթեցնելով գնում է, կապ չունի, հարթեցնում եմ, ով կընկնի տակը, թող չընկնեն։ Ես զգուշացրել եմ չկանգնեք իմ դիմաց, ես հարթեցնող եմ ու գնում եմ, այսպես ճիշտ եմ ասում։ Քո ճիշտը պահի քեզ, Տեր Հիսուսը այդպես չէր անում։ Ասում էր ճիշտը չտալն է, բայց դրանից ավելին կա, որպեսզի չգայթակղեցնենք, արի քեզ մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Ով կուզի իր կյանքում, երբ որ ինքը որոշում է տուժի, բայց շնորհք կիրառի, շնորհք ցույց տա, ողորմասիրտ լինի, ներող լինի, ով կուզի Տերը գերբնական հրաշքով իրան աջակցի։ Ես հավատում եմ, այստեղ բանալի կա։ Ողորմածներին Աստվածաշունչը երանի է ասում։ Ողորմությունը պարծենում է դատաստանի դեմ։ Այնքան լավ բաներ կա գրած, ներեք, որ ներվեք, չներեցիք, ճիշտ էր այն մարդը, որ իրան պարտք լինողին բռնեց ու ասեց, կգցեմ քեզ բանտ, օրենքով ես ճիշտ եմ, կգցեմ քեզ բանտ, մինչև իմ պարտքը տաս, ճիշտ էր, օրենքով ճիշտ էր, ոչ ոք իրան չէր կարող ասել։ Դրանից, որ լուրը հասավ, գիտեք պատմությունը, թագավորին, թագավորը ասեց, ասենք ես քեզ այսքան մեծ պարտքը ներեցի, դու ճիշտ ու սխալ ես անում։ Ճիշտը նա էր, որ դու ու քո ընտանիքը վաճառվեիք ստրկության։ Ու ես այդ ճիշտը չարեցի, ես քեզ շնորհեցի, այսքան մեծ պարտքը։ Ու դու չկարողացար այդ փոքր պարտքը ներել, դե հիմա արի։ Արի ու մինչև վերջին, իհարկե չէր կարող վճարել, բայց պատժվելու ես։ Պատժվելու ես, ես չեղարկում եմ իմ ներումը։ Ճիշտը սա է։ Ով ողորմություն չի անում, ողորմություն չի գտնելու։ Ով չի ներում, չի ներվելու, սա ես չեմ ասում, սա Աստծո խոսքն է ասում, սա ասում ենք մենք, քրիստոնյաներս, ամեն անգամ, երբ որ կանգնում ենք տերունական աղոթքը անելու, Հայր մեր, որ երկնքում ես, այնտեղ բառեր կա, որ մարդիկ մանավանդ որ գրափարով ասում են, չեն հասկանում։ Եվ ներիր մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք ներում մերով սպարտապանած։ Ինչա նշանակում։ Ասում ենք, անգիր ենք արել Հայր մեր աղոթքն ենք ասում։ Ասում ես, Աստված ջան, ինձ ների այնպես, ինչպես ես եմ ներում նրանց, ովքեր իմ հանդեպ պարտք են, ինձ հանցանք, ինձ ցավեցնողներին, ինձ վնասողներին, ինձ վիրավորողներին, ինչպես ես ներում եմ, դու այդպես ինձ ներիր։ Պատկերացնում եք, այս աղոթքը անողները կանգնեն դատաստանի ու իրանք չներելու խնդիր ունենան։ Աստված կասի, ես քեզ ներում եմ ճիշտ այնպես, ինչպես դու ես ներել այն մեկին։ Որտեվ դու ամեն օր ինձանից խնդրում էիր,
որ ես քեզ ներեմ այդպես։ Երբ որ Տեր Հիսուսը սովորեցնում էր սա, տերունական աղոթքը ավարտելուց հետո կրկնում է, ինչպես դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, այնպես էլ Հայրը կների ձեզ ձեր հանցանքները։ Ողորմություն, շնորհք։ Մենք պիտի մարդկանց հանդեպ ոչ թե ճիշտ ու սխալ անենք, այլ շնորհք ու ողորմություն։ Ողորմությունն էլ այն չի, որ այսօր ընդունված այդ մի 100 դրամը կամ 200 դրամը, չէ, ողորմությունը նա է, որ դու ողորմասիրտ ես, որ դու պատրաստ ես, ասես ես ազատ եմ արձակում, ես քեզ ներում եմ, թեև քո արածը այդքան էլ ներելու բան չի, բայց ես քեզ ներում եմ։ Ճիշտ է չտալը, ճիշտ է, բայց ճշտից վեր Քրիստոսի շնորհքն է։ Եվ ովքեր որ մենակ ճիշտ ու սխալի մեջ են ապրում, դա չեն հասկանա ինչ է շնորհքը։ Բայց ովքեր որ Քրիստոսի խոսքը ընդունում են, իրանք գիտեն շնորհքը վեր է այս ճիշտ ու սխալից, որ այստեղ նկարագրված է։ Փիլիպպեցիս 2:3-9 խոսքեր։ Պողոս առաքյալն է մեզ սովորեցնում Տեր Հիսուսի մասին։ Ասում է ոչինչ մի արեք հակառակությամբ, հակառակությունը գիտես որն է։ Ինքը որ սենց արեց, ես էլ սենց եմ անելու։ Դե թող տեսնի։ Այնքան են մարդիկ ասում, ես սիրտս ցավում է որ հավատքի մարդիկ են սա ասում։ Դե ինքը սենց արեց, ես էլ սենց պիտի անեմ։ Սա ասում է հակառակություն։ Սա հենց հակառակությունն է։ Աստվածաշունչը ասում է ոչինչ մի արեք հակառակությամբ։ Դրանից հետո եւ ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Բարձր դիր դիմացինին։ Ոչ թե ասա այն ով է որ իմ հետ տենց խոսա։ Մի հատ էլ եկեղեցում անցնես ու բարև չտաս, իբր թե չտեսար։ Այդ որ լավ էիք հերվից հեռու տենում էիր, գալիս էիր, մոտենում էիր, պատչում էիր, հիմա տեսնում ես իրան փողոցով գալիս է, տանցնում ես այն փողոցը, որ իրան բարև չտաս։ Մտնում ես արագ-արագ գնում ես հայացքդ ընդեղ ուղղած, ինքը ընդեղ է, որ իրան չտենաս, որ չմոտենաս, չբարևես։ Ոչինչ մի արեք հակառակությամբ, ոչ էլ սնապարծությամբ։ Այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Միայն ինքներդ ձեր շահը մի փնտրեք, այլ ամեն մեկ իր ընկերոջին է ևս։ Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո բնություն ունենալով Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով, ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահը։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան եւ մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է։ Եվ որ մենք ընտրում ենք շնորհքը, եւ որ մենք ընտրում ենք ողորմությունը, եւ որ մենք ընտրում ենք տուժելը, բայց Տիրոջ կամքը կատարելը, բայց դիմացինին շահելը, հարաբերությունը պահելու համար պատրաստ ենք զիջելու, բարև չի տալիս, ոչինչ չի տալիս, ես կգնամ կմոտենամ։ Գիտեք, բարիով հաղթեք չարին։ Չի ուզում խոսա ոչինչ։ Մի լավ եղբայր կա մի օր գալու է մեր մոտ քարոզելու կխնդրեմ այդ պատմությունը պատմենք բոլորին բոլոր տեղերում իրան տենց արդեն այդ պատմությունով են ճանաչում ենքան պատմել եթե չեմ սխալվում հարևանին 13 տարի բարև է տվել եւ բարևը չի առել հարևանը վերջում ապաշխարել է ու ոչ միայն բարևը չի առել այլ այն վատ կանանցից է որ միլիցիայություն գրում են չգիտեմ էս են անում հայհոյող այսպիսի վատ կին է եղել եւ 13 տարի կարող է տարիները շփոթեն բայց շատ երկար ժամանակ ամեն անգամ բարևելա փոխարենը հայհոյանք է լսել եւ մի օր արցունքները աչքերին այդ կինը ապաշխարել է շնորհքը սա է սիրելիներ սա է շնորհքը քեզ վատ վերաբերվողներին քեզ թշնամական վերաբերվողներին սիրով հարգանքով իրան քեզանից բարձր դասելով ոչ թե ծաղրելով դու կարաս այդ բարևը տաս ծաղրելով նաեւ մարդ կա օրհնում է ոնց որ վիրավորանք լինի թող Աստված օրհնի քեզ
Զգում ես, որ դառնություն կա իր մեջ, չարություն կա իր մեջ։ Այսինքն ոչ միայն ասել, այլ սերը, այլ հեզությունը, խոնարհությունը, խոհեմությունը, որ Քրիստոսի մեջ էր։ Լավ, գանք Աստվածաշնչյան խորհրդին, որովհետև այս հրաշքը մեզ սովորեցնում է շնորհքի մասին։ Որովհետև այս հրաշքի հիմքը սա է, չպիտի տանք, օրենքով չպիտի տանք, ճիշտը նա է, որ չպիտի տանք, բայց որպեսզի գայթակղություն չլինենք, գնա ու պատկերացնում եք այդ հրաշքը։ Գնա, դու ձկնորս ես, դու հանգիստ կարաս կարթ գցես ու ձուկ բռնես։ Գնա առաջին իսկ ձկան բերանը բացի, այդտեղ ասում է ես եմ ստեղծել այս ամենը։ Ես որ փոթորիկը կարամ հանդարտեցնեմ, ես որ ջրերի վրայով կարամ քայլեմ, ես կարամ ձկանը հրամայեմ, որ ինքը գնա, ինչ որ մեկը երևի ձկնորսություն անելուց այն խորը տեղերում մի հատ դրամ էր, դա էլ շատ մեծ դրամ չէր, ընկել էր իր գրպանից, ես կարամ գնամ, ես կարամ հրամայեմ կոնկրետ ձկանը, որ այդ ձուկը գնա այդ դրամը վերցնի իր բերանի մեջ եւ գա քո գցած կարթը այդ խայծը կուլ տա ու դու հանես ու իր բերանում այդ գումարը կլինի եւ այնքան վստահ կգնաս իմ եւ քո փոխարեն կվճարես։ Հիմա գալիս ենք եւս մեկ պատմություն չի, դա խորհուրդ է, ավելի ճիշտ իրավիճակ, որ Պողոս Առաքյալն է նկարագրում առաջին Կորինթացիս 6-րդ գլուխ 6-ից 7 խոսքերը։ Հանդիմանություն ասա։ Ասում է եկեղեցում եղբայր եղբոր դեմ դատ է սկսում։ Այն էլ անհավատների առաջ, ասում է, այս ի՞նչ է կատարվում եկեղեցում։ Այսինքն երևի թե էլի պարտք պահանջ կար, չէին կարողանում իրար մեջ լուծեին, անգամ հասել էր այնտեղ ատելությունը, որ իրար վրա մարդ էին բերում դրսից։ Այսօր էլ դա կա եկեղեցում։ Դիմում են հեղինակավոր մարդկանց, որ եկեղեցում իր եղբոր, չգիտեմ, հարցը լուծի։ Ամա ինչ ուր եք հասել։ Եկեղեցի, մոռացել եք շնորհքը։ Հիմա նայեք, ձեզ համար արդեն իսկ ամբողջովին պարտություն է, որ դատաստաններ ունեք միմյանց դեմ։ Դեռ ճիշտ ու սխալ չեմ ասում։ Ինչ ճիշտ ու սխալ։ Պարտություն է։ Եթե եկեղեցում այդպիսի բան կա, իրար դեմ բան ունեք, դատ ունեք, արդեն պատմություն է, որ ասում եք նստենք ճիշտ ու սխալ տեսնենք, ես եմ ճիշտ, թե ինքն է ճիշտ։ Արդեն երկուսով պարտվել եք, եկեղեցին էլ ձեզ հետ միասին այս առումով պարտված է, ոչ թե հոգևոր պատերազմը չէ։ Այն եկեղեցում, որտեղ այսպիսի բաներ կան, դե եկեղեցում կարա լինի, բայց դա այդ իրավիճակը պարտություն է եկեղեցու համար։ Այսպիսի բան չպիտի լինի եկեղեցում։ Պողոս Առաքյալն ասա սովորացնում։ Ինչու դուք, հիմա խորհուրդը լսեք։ Ինչու դուք չեք անիրավում, ինչա նշանակում սա։ Եղբայրդ քո դեմ անիրավություն է անում։ Ինքը հոգևորապես տկար է։ Իսկ դու ինչու չես կրում այդ անիրավությունը։ Ինչ տա ցավում, ինչն է, գրպանիդ որ հատվածն է քո եղբորից ավելի կարևոր։ Կասես։ Ինչու չես անիրավություն կրում։ Այլ դուք զրկում եք եւ անիրավություն եք անում այն էլ եղբայրներին։ Ասում ես հակառակությունը սա, այ դու որ սենց արեցիր, դե տես ես ինչ եմ անելու։ Եկեղեցում այսպես չպիտի լինի։ Եվ գիտեք, երբ որ մենք որոշում ենք ճիշտը սա է, բայց ես անելու եմ այն ինչ որ Տերն է ասում, որ գայթակղություն չլինենք եկեղեցու համար, որ չտեսնեն մենք այսպիսի բանավեճերի մեջ ենք, որ չգիտեմ, այս եղբորը անգամ եթե ես կարողացա իրանից վերցնեմ, ո՞նց եմ իր հետ միասին Աստծուն պաշտելու։ Տեղը դնեմ, չգիտեմ, հազար ու մի կոնֆլիկտներ կա։ Երբ որ դու որոշում ես շնորհք անես, ես կարծում եմ ինչպես որ ձկան բերանի այս երկդրամյաները, այդ գումարը, երկդրամյայի турքի գումարը, այնպես քո կյանքում Աստված մեծագույն օրհնություն է ուղարկելու քո չսպասված տեղից։ Եվ քո կորցրածի բազմապատիկն ես դու ընդունելու լրիվ այլ աղբյուրից։ Ես հավատում եմ սրան եւ իմ կյանքում ես տեսել եմ սա։ Աստված
խոնարհներին շնորհք է տալիս։ Ամբարտավաններին հակառակը։ Ասում է դուք վրեժխնդիր մի եղեք, վրեժխնդրությունը թողեք ինձ, ձեր գործը ներելն է։ Դուք վրեժխնդիր մի եղեք։ Եվ Աստված բոլոր խոնարհների համար գերբնական օգնություն է պատրաստել։ Փոթորիկներ խաղաղեցնողը, ջրերի վրայով քայլողը, մեռելներին հարություն տվողը, հիվանդներին բժշկողը, ասեց գնա, որսաձուկը եւ իր բերանից կհանեսեն, ինչ որ քեզ անհրաժեշտ է, որպիսի մենք գայթակղություն չլինենք նրանց համար, ովքեր մեզանից պահանջում են, ինչ մենք չպիտի անենք, պարտավոր չենք անելու, բայց մենք կանենք, որովհետեւ դա սխալ չի եւ որովհետեւ դրանով մենք կարանք նաեւ իրանց շահենք։ Ինչա պետք գերբնական միջամտություն, Աստված կբերի քո կյանքում այդ գերբնական միջամտությունը։ Վերցրու դա եւ դուր իմ եւ քո փոխարեն։ Հրաշալի է։ Ես քաջալերվում եմ։ Ես այս պատմության մեջ ճանաչում եմ իմ Տիրոջը, տեսնում եմ իր զորությունը, տեսնում եմ, որ ինքը տիրում է իրավիճակների վրա եւ նաեւ ինքը տիրում է իմ եւ քո կյանքի իրավիճակների վրա։ Ինքը տիրում է մեր եկեղեցին էլ այսօր դժվարություններով անցնում։ Աղոթեք մեր եկեղեցու համար, նաեւ հավատում ենք, որ այս ձկան հրաշքի պես հրաշք է լինելու եւ երբ որ կլինի արդեն կգա վկայության ժամանակը ավելի པարզ կասեմ ինչի մասին է խոսքը, դուք այստեղ գիտեք, բայց մեզ նաեւ ուղիղ եթերով եւ հետո տեսագրությունն են դիտելու, աղոթեք մեր եկեղեցու համար, կգա ժամանակը եւ մենք կվկայենք Աստծո փառքը, որ ինքն է տիրում ամեն իրավիճակի վրա, ինքը ասում է թագավորների սիրտը իմ ձեռքին է։ Ես եմ ինչպես առուն, ինչպես գետերը իրենց ճանապարհը, ես եմ որոշում նրանց ընթացքը եւ Աստված է տիրում եւ մենք այսպիսի Աստծո ենք պաշտում։ Մենք այնպիսի Տիրոջ ենք պաշտում, ով խոնարհներին գերբնական կերպով օգնություն է փոխանցում։ Միայն մենք մնում է հակառակությունով ու սնապարծությունով չգործենք, այլ խոնարհությունով ու հեզությունով։ Եվ ինքը խոնարհներին շնորհք է տալիս, կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք քո խոսքի համար եւ շնորհակալ ենք քո բնույթը քո խոսքի մեջ բացահայտելու համար։ Օրհնյալ ու փառավոր Տեր։ Այնքան շատ մարդիկ կան Տեր, որ ընկել են, ինչպես փարիսեցիներն էին ուզում քեզ ծուղակի մեջ գցեին, այնպես սատանան մարդկանց գցում է ծուղակի մեջ, ճիշտ ու սխալի ծուղակի մեջ եւ շատ հարաբերություններ փչանում են, շատ ընտանիքներ անգամ քանդվում են եւ եկեղեցում քույր եղբայրների մեջ միաբանությունը գողանում է սատանան։ Իրենց այս ընտրության առջև կանգնեցնելով ճիշտ եւ սխալ, բայց կա շնորհք։ Դուր որ սովորենք քեզնից այն ինչ որ քո խոսքը փոխանցում է մեզ։ Դուր որ պատրաստ լինենք անելու այն ինչ որ պարտավոր չենք անել։ Ներելու այն ինչը որ պարտավոր չենք ներել։ Ներենք որովհետև նախ դու մեզ ներեցիր։ Դու պարտավոր չէիր եւ շնորհ արեցիր եւ ողորմություն արեցիր։ Եվ դուր որ քեզնից սովորենք եւ նույն մոտեցում ունենանք մեր շրջապատի մարդկանց հանդեպ։ Դուր որ նմանվենք քեզ Տեր, քո հոգով առաջնորդվենք, քո կամքը կատարենք, պատրաստ լինենք անգամ տուժելու, բայց հարաբերություններ չփչացնենք եւ դու այս հրաշքի Տերը, այս հրաշքի հեղինակը, դու հավատում եմ, որ մեր կյանքում փոխհատուցելու ես այն, ինչ մենք կկորցնենք եւ փոխհատուցել ես եւ առատությամբ ես փոխհատուցում։ Շնորհակալ ենք Տեր։